Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Օրակարգի երկրորդ հարցը զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին է հիմնական զեկուցող Հայկ Սարգսյան խնդրում։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, զինվորական ծառայություն չանցած տղաների մասին իմ հեղինակած օրենքի ընդունումից հետո անցել է շուրջ 2 տարի։ Այժմ ունենք արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից տղաներ, ում 27 տարին լրացել է իմ նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որևէ այլ ընտրանք, քան ազատազրկվելը 2-ից 5 տարի ժամկետով։ Ես, որպես օրենսդիր, չեմ ցանկանում, որպեսզի իմ ազգակից հազարավոր եղբայրներս շարունակեն կտրված ապրել մեր հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ էլ ցանկանում, որպեսզի նրանք վերադառնան եւ դատապարտվեն ազատազրկման, քանի որ այդ դեպքում եւ նրանց ճակատագրերը կխեղվեն, եւ մեր պետությունը ոչինչ չշահելով հսկայական վնասներ կկրի։ Հիմա ասեմ ինչ վնասների մասին է խոսքը։ Քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջինացված ամսական ուղղակի եւ անուղղակի ծախսերը կազմում են 437.900 դրամ։ Եթե վերադարձող անձին դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15.764.400 դրամ։ Այսինքն, եթե բոլոր 1200-ն ինքնական վերադառնան եւ դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ։ Իմ այս օրենքով ես առաջարկում եմ լուծել այս հարցը մեկընդմիշտ, որպեսզի եւ մեր տղաները շահեն, եւ պետությունը։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նշեմ, որ իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել եւ կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջեը մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար գումար։ Սա նշում եմ օգոստոսի 1-ի դրությամբ, այժմ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ է։ Այսինքն ակնկալվում է, որ մեր հայրենակիցները կօգտվեն օրենքից, նրանց մի մասը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե, որը կարող ենք ծառայեցնել մեր կարիքների համար, եւ նաեւ նրանց ճակատագրերը չեն շարունակի խեղված մնալ, նրանք չեն դատապարտվի կամ չեն շարունակի արտասահմանում մնալ այլ կարգավիճակով եւ կվերականգնվի նրանց կապը Հայաստանի Հանրապետության հետ եւ նաեւ կհամալրվի պահեստազորը։ Այսինքն կշահեն թե մեր արտասահմանում բնակվող տղաները, թե նրանց ընտանիքի անդամները, ովքեր կտրված են շատ հաճախ նրանցից, եւ կշահի մեր պետությունը, քանի որ նաեւ կկրճատվեն հետախուզվող անձանց հայտնաբերման, պահման, դատապարտման ուղղությամբ ծախսվող հսկայական գումարները, որը այժմ ծախսում ենք ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, պրոբացիայի ծառայության, դատարանների եւ այլ պետական կառույցների աշխատակիցների այս ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ։ Եթե կլինեն հարցեր, պատասխան։